Բարև ձեզ։ Շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 1-9 TV YouTube-յան ալիքում։ Բարև ձեզ։ Ու այսօր եւս կրկին առանձնացրել ենք երկու աշխատություն։ Ինձ թվում է արդեն ավանդույթ է դարձել, որ մեր աշխատություններից մեկը լինում ավելի գեղարվեստական, մյուսը փոքր-ինչ գիտական, քաղաքագիտական կամ ինչ-որ վերլուծական, փիլիսոփայական։ Այս անգամ էլ բացառություն չի։ Մեր կողմից առանձնացված ստեղծագործություններն են Գաբրիել Գարսիա Մարկեսի 100 տարվա մենությունը եւ Ժան Բոդրիարի սպառողական հասարակություն այդպես հայերեն այդ աշխատությունը կրկին առաջին հայացքից կարող է թվալ թե այս երկու աշխատությունները ընդհանրապես իր այդ որևէ կապ չունեն, որովհետեւ Մարկեսը գրում էր Լատինական Ամերիկայի կամ Հարավային Ամերիկայի այսպես գոյություն ունեցող Մակոնդո քաղաքի մասին, իսկ Բոդրիարը մի փոքր ավելի ուշ ժամանակաշրջան կամ կարելի ասել ինչ-որ տեղից նաև ժամանակակիցներ անվանել հասարակության այդ սպառողական հասարակարգերի սպառման մոդելների մասին։ Բայց ինչով են իրանք կրկին իրենց նմանությունը եւ ընդհանրությունը ես կառանձնացնեի մեկ հիմնական եւ երևի թե դրանցից սերտաճող 2-3 այսպես ասենք լրացուցիչ կոմպոնենտներ։ Հիմնական կոմպոնենտը դա հիշողությունն է, որովհետեւ այդ Մարկեսի հարթավանության մեջ շատ լավ է դրվագը նկարագրված է, երբ Մակոնդո քաղաքում սկսվում է այդ անքնության հիվանդությունը, սկզբնական շրջանում բոլորը բավական ուրախ են, որ ավելի շատ ազատ ժամանակ է հայտնվել, առաջացել։ Մարդիկ կարողանում էին մեր ավելի շատ, չգիտեմ, ժամանակ անցկացնել իրենց հարազատների, սիրելիների, զվարճանքների եւ զվարճանքների մեջ։ Բայց հետագայում դա բերում է հիշողության կորստի։ Իրենք սկսում են ինչ-որ պրիմիտիվ բաներ մոռանալ, հետո ընդհանուր միջև որ կենթանիների անունները եւ նրանց ֆունկցիան, հա, թե ինչ նպատակով դա պետք է արվի։ Ինչով է սա նման Բոդրիարին, գուցե ոչ ուղիղ իմաստով, բայց սպառողական հասարակարգերում, հատկապես հիմա 21-րդ դարում, Բոդրիարը դա այսպես ասած ուղղակիորեն չի ասում, բայց ինչ ենք մենք ստանում, եթե Բոդրիարի մոտ ապրանքներն էին որպես սպառման աղբյուր, հա, որ այսինքն մարդկանց անդադ պետք է ինչ-որ ապրանքներ մատուցեն, ապա այսօր այդ սպառման աղբյուրը դարձել է տեղեկատվությունը, որ գործիքից վերածվել է ապրանքի, որը պետք է անընդհատ մատակարարել։ Հիմա ես կխնդրեմ դու ասես, թե նախ առաջին հերթին իշխանությունները անընդհատ այդ նորակարգեր ձևավորելով այդ 24 ժամյա, այսպես ասենք, թարմացման ռեժիմով անընդհատ ինչ-որ կարևոր եւ առավելապես ոչ կարևոր տեղեկատվություն դաշտ գցելով, ինչ նպատակ են հետապնդում, հենց առաջին հերթին հիշողությանը, հասարակության հիշողության հետ կապված։ Ես կսկսեի նրանից, որ մեկ օրվա հասարակությունները, ինչպես են ապրում մեկ օրվա հասարակությունները, որ նախորդ օրը չեն հիշում, ու նաև դրան նպաստում է նաև այդ գadgetները, որ մարդը չի կարողանում կենտրոնանալ տվյալ բանի վրա, ոչ գիրք են կարդում, ոչ երկար ֆիլմեր են նայում ու կարճ 5 վայրկյանոց 10 վայրկյանոց որ իրենց էկրանները թերթում են, ինքը չի կենտրոնանում ու այսինքն մի այլ ձևի սերունդ է ձևավորում, որ ինքը չի խորանում երեկվա ոչ միայն երեկվա վրա, այլ տվյալ տեղեկատվության չի խորանում։ Մի ժամվա ընթացքում ինքը այնքան շատ տեղեկատվություն է ստանում, որ եթե իրեն ասես, ընտրում եմ այսպես ասել, եթե մի ժամվա ընթացքում ինքը նայել է 100 հատ փոքր վիդեոներ, եթե ասես թվարկի որն է, ինքը 100-ից 1-2-ը կհիշի։ Այն 98-ը կորում է ընդհանրապես խորքային բան չի լինում։ Եթե մի քիչ հանուն արտարության պետք է ասենք, որ այդքան էլ խորքային հասարակությունները չի եղել, եթե նայում ենք մեր ասոցիացիաները, որ ուր հաց հոնգած, այդ ձևով որ նայում ենք, բանը ով էշ ես փալան, այսինքն ինքը մակարդակի վրա նեշեշնեք հավապետ, որ հիմա ավելի արդիական է ադրբեջանցիների հետ բարեկամության այդ կոնտեքստում ավելի հացի պրիմիտիվացնելու, որ երբեք խորքայինի մեջ չգնա ու մակերեսային ձևով այդ հացի տեսարաններով ինքը կարողանա
անցի եւ կռվի տեսարաններով ինքը կարողանա հասարակությունը բայել, այդ միշտ ա եղել, բայց հիմա դա ավելի հեշտացել է, քանի որ սոցիալական կայքերը եւ ընդհանուր այդ ինտերնետացված բաները ինքը ավելի հեշտացրել է, արդեն պետք չէ տենց մեծ օպերացիաներ մշակելու համար, բայց այստեղ վտանգը նա է, որ իշխանությունները պետք է մտածեն, որ հասարակությունը ինչքան մակերեսային դարձավ, ինքը ավելի հեշտ է մանիպուլացվելու այլ ձևերի, այլ ուժերի կողմից։ Իսկ եթե իշխանությունը ինքն է նպաստում մեկ օրվա հասարակություն ձևավորվելու, մեկ օր է, բայց հիմա մեկ օրներ է կրճատվել։ Այն ժամանակ կատակում էին, որ հասարակությունը ապրում է հայկական ժամանակի թերթի մի օրվա թողարկման էֆեկտով ու Նիկոլ Փաշինյանը չի կարացել իր խմբագրի բանից դուրս գա կերպարից, որովհետև ցանկացած թերթի խմբագրի համար իր համար կարևոր է, որ տվյալ օրվա նյութը ապահովվի, բայց եթե դու պետական գործիչ ես դառնում, քո համար այդ մեկ օրը բան կարևոր պետքա չլինի, այլ պետության առանցքը, հիշողությունը, երկարաժամկետ, որ փոխանցումը, պետությունը խմբագրությունից տարբերում է նրանով, որ քո համար պարտադիր պետքա լինի ինստիտուցիոնալ հիշողությունը, որ թե երեք ինչ ա եղել քո ասված երեկվա խոսքը, ինչ հետևանք ա ունեցել այսօր։ Այստեղ մի հատ էլ բան ասեմ ու խոսքը կփոխանցեմ քեզ, ամենասարսափելին գիտես որն է այս կոնտեքստում, որ մարդը երեկվա ասած խոսքի համար ինքը այսօր պատասխանատվություն չի կրում։ Մի հատ եթե քեզ օրինակ բերեմ, ուղղակի բան է, եթե մարդը, այսպես ասած, զինվորականը անցում է գնացեք ոչ թե այս ուղղությամբ, այլ գնացեք ոչ թե հյուսիս, այլ գնացեք հարավ։ Ու գնում է մինապատ դաշտ կամ ենթադրենք ինժեները հաշվարկ անում, ասում է ռումբը պետք է անգնի ենթա 10 կիլոմետրի վրա, ինքը 10 կիլոմետրի վրա չի գնում է 5 կիլոմետրի վրա ու քո յուրայիններին է սպանում։ Դրանից հետո դրա հետևանքը որը պետք է լինի։ Հիմա նույնձևի քաղաքական հաշվարկների խոսքը, եթե մարդը մի բան ասել է ու իր ասած ուղղությունը կործանման է տարել, ինքը որևէ պատասխանատվություն ասում է, որևէ պատասխանատվություն մարդը կրում է իր սխալի համար։ Դրա համար իսկ ինչն է վտանգավոր, եթե պետությունը նպաստում է նրան, որ երեկվա հիշողությունը վերանա, ինքը արդեն այդ կատարված ձախողումներն, հանցագործությունները ինքը ջրվում է, մեխանիկորեն ջրվում է ու վաղը եկողը իր համար արդեն խնդիր չկա, ինքը սկզբունքը նա է, որ ինչ ա եղել, որ երեք կամ արդեն ասեց անցավ, ինքը իր խոսքի համար, իր գործողության համար որևէ պատասխանատվություն չի կրում։ Մենք դու սկսի ավելի գիտական մակարդակով բացել այս ամեն ինչը։ Դե ես քո հետ միանշանակ համաձայն եմ ու ցավոք որ այսպես ասած երկրի ղեկավարը չի կարողանում թերթի գլխավոր խմբագրի դերից դուրս գա։ Դա արդեն ոչ թե մեղադրանք, այլ ես գործելավոճն է։ Մենք հասկանում ենք, որ այդ մարդիկ տենց են աշխատում, դա իրանց իշխանություն պահելու ձևն է։ Տես ինչ են նախ իրենք անում, հա, այդ 24 ժամյա կամ գուցե եթե ասես անգամ իջեցնում այդ ռիլերի մակարդակով 1 ժամյա ինչ-որ տեղեկատվական հոսանքների մակարդակի, հա։ Այսինքն տեղեկատվությունը դառնում է, ոնց նշեցինք, ապրանք ու պետք է անընդհատ մարդկանց այդ ապրանքով սնուցել։ Դա ոնց ասենք կախվածության նոր տեսակ է դա։ Addictive, հա, addiction է, էլի, այսինքն եթե կան թմրամիջոցներից կամ խաղերից, հա, ինչ-որ ազարտային խաղերից կախված անձիկ, հիմա այսօր ձևավորվել են արդեն տեղեկատվությունից կախված անձիկ։ Ընդ որում շատ-շատերի մոտ գիտես ինչ է նկատվում, որ այսպես ասած մեղքի զգացում, եթե դու հետ ես մնացել այդ տեղեկատվական հոսքի։ Եթե իրադարձությունը տեղի ունեցել կամ մի հատ լուր կամ մի հատ վարչապետը մի հատ ինչ-որ վիդեո է գցել ու դու դա չես տեսել, արդեն ոնց որ մեղքի զգացում դու հետ ես ընկնում, դու արդեն ժամանակակից չես, դու արդեն մոդայիկ չես, տրենդի մեջ չես։ Սոցիալները իրենք լավ ու վատ չեն անում, ինքը միշտ է տրենդի մեջ πάει, այսինքն սրտիկա, երաժշտությունն, ամեն ինչ կապիկություն, կարա լինի ինչ ցանկացած բան, ինքը բոլորը ամեն ինչը նպաստում է նրան, որ մոռացվի նախորդ եղածը։ Ինքը լավ ու վատի խնդիր չի արդեն։ Դեն չեն էլ տարբերում, որ սա երկարաժամկետ լավ է թե վատ։ Չէ։ Այո, ինչ է ում չէ, ընդդիմությունը ընդդիմադիր լրատվական, այս խայծը ուտում են։ Հանուն արդարության մենք պետք է նշենք, որ այսօր Հայաստանում, որովհետև
Իրանք էլ անընդհատ Նիկոլ Փաշինյանի այդ մարզային այցեր կլինի հիմա, հա, կամ ասենք ինչ-որ X քաղաքում, չգիտեմ, փորձեց մեկի տուն մտնել, քաղաքացին դուրը փակեց, չընդունեց նրան, կամ այդ մետրոյում բանավեճը, կամ փողոցում ինչ-որ մեկը վատ պատասխան տվեց, կամ վատ հարց տվեց։ Բայց ամեն դեպքում անգամ այս դուրերը տարածելով իրանք էլի սնուցում են իշխանության օրակարգը։ Ստեղ բանը որ ամենահիմնական մեխը որ կարևորը կորցնելու նպատակը, որ կարևորը հիմնական խնդիրը կորցնելու նպատակը, բայց քո դաշտն եմ ուզում տեղափոխեմ այս բանը Դանիել Կրուգերի էֆեկտի, որը ինչա իրանից ներկայացնում ու ոնց է հիմար կամ ոչ պրոֆեսիոնալ մարդը ինքը ոնց է ավելի համոզիչ ու ավելի ինքնավստահ խոսում։ Դա ասա։ Հա, դա բավական հայտնի է։ Դանիել էլի ենթագիտակցել Դանիել Կրուգեր։ Դանիել Կրուգեր։ Դանիելը մի քիչ էլի բանը դի արդեն անցանք բանի Ֆրոյդի դաշտ անցանք։ Բանը շսկա ոնց էր ասում բանը ագավորկի Ֆրոյդը Դանիել Կրուգեր։ Դա հայտնի գիտափորձ է, որ հա ավելի որոշակի ոլորտում քիչ գիտելիքներ ունեցող մարդիկ ավելի ինքնավստահ են, որովհետև այդ բանկա չես ով էլ ասել Պլատոնը, որ ինչքան շատ ես գիտեմ, այնքան ավելի շատ եմ հասկանում, որ շրջանակի էֆեկտն է։ Հա, իսկ ինչքան քո շրջանակը մեծանում է, այնքան անգրագիտության շփումը ավելի շատանում է։ Դու հասկանում ես, որ աշխարհում դեռ էլ ավելի շատ չբացահայտված թեմաներ կան, կամ անգամ քո թեմայի մեջ ավելի շատ չբացահայտված ոլորտներ կան, որոնք դու պետք է ուսումնասիրես։ Ու հա, այսօր այդ նույն դաշտում մենք կարող ենք նկատենք, որ գիտականների աստիճան, բավական փորձ որոշակի թեմայի մասնագիտացված անձինք շատ ավելի զուսպ են իրենց խոսքի մեջ, ավելի հազվադեպ են հանրային երեքներ ունենում, եւ հոդվածներ գրում։ Դանիել ամեն ոլորտում կան, բարձր բոլոր արտադրության ոլորտները, որտեղ իրենց չեն հասկանում։ Այնուհետև Այդ նույն մարդիկ են, ովքեր պատերազմի ժամանակ ռազմական փորձագետ են, կովիդի ժամանակ կովիդի մասնագետ են։ Հիմա ավելի բարձր։ Հիմա ԱՄՆ Իսրայել պատերազմի իրանագետներ են բոլորը, կամ չգիտեմ, իսրայելագետներ են, կամ ինչ-որ այդ պատերազմի մասնագետներ են, միուրի ժամանակ խաղաղության մասնագետներ են։ Հիմա փորձը մի հատ բան հետաքրքիր բան էլ մտքովս անցավ, որ նայում ենք հիմա իրականում մենք երկուսը գիտենք, որ պարտադիր է բանը բարեկամական հարաբերություններ որոշակի կամ ինչ-որ այդ թշնամանքը վերացնելու համար երկու ժողովուրդների հայերի ու ադրբեջանցիների շփումը։ Բայց այստեղ մի հատ հետաքրքիր հարց կա այս թեմայից մի փոքր տենց հետ գնալու։ Երբ որ մենք մեր հասարակությանը ներկայացնում ենք հասարակության այն մասային, որը որ այսպես ասած քաղաքասարակություն, որը որ շատ նեղ շրջանակի համար այդ քաղաքասարակություն այսպես կոչված։ Պարզ ասեմ, ենթադրենք դու որպես հայ գրականություն ներկայացուցիչ ոչ թե Թումանյան Չարենց ես ներկայացնում, այլ ներկայացնում ես ընդհանրապես հասարակության անծանոթ մարդու, դրանով դու օգնում ես թե խանգարում ես նույն ադրբեջանցիների մոտ, որ իր մոտ ձևավորվի ճիշտ պատկերացում Հայաստանի հասարակության մասին։ Այդ ով է ձևավորում, ինչ անում էսի թեմայից այդ առանձին արի մի հատ հիշենք այս թեման։ Բայց սա ինքը Դանիել Կրուգերի տիպիկ օրինակ է, այսինքն գնացել են մարդիկ, ովքեր ճիշտ է, չեն ներկայացնում հասարակությունը։ Ես վստահ չեմ, որ իրենք ունեն խորքային գիտելիքներ հայ-ադրբեջանական հակամարտության, արցախյան հակամարտության, չգիտեմ, երկու այդ ժողովուրդների տակ Դանիել Կրուգեր ասում։ Դանիել Կրուգեր։ Այո, փոխած։ Իրանք ունեն բավարար գիտելիքներ երկու ժողովուրդների ինչ-որ նախկինում խաղաղ համակեցության, ընդհանրությունների ու տարբերությունների ու նաև երբ ես ամեն ինչից զատ նաև այդ երկու պետությունների կամ եթե մի կողմից Հայաստան, մյուս կողմից Ադրբեջան եւ Թուրքիա քաղաքական նպատակների մասին։ Ես վստահ չեմ, որ մարդիկ ունեն խորքային գիտելիքներ, բայց իրենք կարող են լուրջ դեմքով գնալ ու այսպես ասած ներկայացնել Հայաստանի քաղաքասարակությունը։ Սա էլի հենց Դանիել Կրուգերի սինդրոմի տիպիկ օրինակ է։ Բայց արի վերադառնանք այսպես ասած մեր հիմնական թեմային։ Դες մենք խոսում ենք, որ իշխանությունը անընդհատ այդ ինֆորմացիան մատակարարում է, հա, դոզայի պես, թմրամիջոցի պես, ինքը անընդհատ ոնց որ հանրությանը ստեսում այդ աղբերի վրա օրակարգաձևով։
Այստեղ երկու վտանգավոր այսպես երկու նպատակ են իրենք հետապնդում։ Նպատակ համար 1, որը հենց Բոդրիարն էլ է նշում, որ ինչքան ինքնիշխան ապրանքների մասով, ինչքան ապրանքները շատ են դաշտում, այնքան նրանք արժե զրկվում են։ Դա շուկայի օրենքն է։ Շուկայի օրենքն է, ինչքան այսպես առաջարկը շատ է, պահանջարկը հարաբերակցությունը պահանջարկել նվազում, ապրանքների գները ընկնում են։ Նույնը տեղն տեղեկատվության հետ, այսինքն երբ որ դաշտում օրինակ հայ-ադրբեջանական շուրջ խաղաղության շուրջ, եթե դաշտում լինի 5 գիտական հոդված, հա, ոլորտի մասնագետների կողմից, դրանց կարևորությունը կբարձրանա, բայց եւ այդ 5-ի կողքը եւս 500 չմասնագետների կարծիք է գալիս, արդեն այդ 505-ի մեջ են 5-ի տեսակարարի համար է շատ դժվար կողմնորոշվել, ոնց գտնի այդ այսպես աղբի մեջ ոնց կարողանա գտնի այդ ոսկու հատիկը։ Դա առաջինը, որ այսպես ասած իմաստազրկվում է ճիշտ ու կարևոր խոսքը, ու դա լցվում է այդ տեղեկատվական աղբով։ Դա կարող լինի ընդհանուր միջև նույն թեմայի շուրջ մանիպուլյացիաները, վերջացրած, ասենք, կենցաղային բակարդակի, ով հետ ամուսնացավ, ով հետ բաժանվեց, ով գնաց, ով վրա, ով հայհոյեց, այսինքն այս ոնց որ պլանկան իջացնելու, էժանացնելու նպատակ է հետապնդում։ Ու երկրորդը, որը շատ ավելի հետաքրքիր է, կհիշես Օրուելի մոտ 1984-ում այս առանցքային մտքերից մեկը այն է, որ ով կառավարում է ներկան, կառավարում է անցյալը, իսկ ով կառավարում է անցյալը, կառավարում է ապագան։ Ամեն ինչ ճիշտ է։ Մենք դրա մասին դաժե խոսացել ենք, որ այդ պատմության դասագրքերը ոնց են խմբագրվում, որ աճող եկող նոր սերունդը դպրոցում ինչ է ուսուցանելու ու ըստ դրա ինչ սերունդ է ձևավորելու։ Բայց ստեղ մի հատ շատ ավելի հետաքրքիր նյուանս է դրսևորվում, որ այս տեղեկատվական աղբը դաշտ գցելու միջոցով իրանք լուծում են երկրորդ շատ ավելի կարևոր ու ինձ թվում է գուցե ամենակարևոր խնդիրը։ Դա այն է, որ ներկան կառավարելուց բացի, այսինքն այդ օրակարգը թելադրելուց, որը թվում է թե հիմնական նպատակն է, հա, այդ օրակարգը։ Իրանք լուծում են երկրորդ խորքային ու ինձ թվում ավելի կարևոր նպատակը դա այն է, թե ինչա հասարակությունը մոռանում։ Շատ սիրուն ասիր։ Այսինքն այնքան շատ է աղբը լցվում դաշտ, ամեն օր սովորական մարդը չի կարող սպառել, ասենք 100 կամ 500 միավոր տեղեկատվություն։ Հա, այդ ամեն ինչը պետք է մշակել, համադրել նախկին իրադարձությունների հետ, վերլուծել, բայց երբ որ այդ շատ է ինքը գալիս 100-ավոր միավորներով այդ տեղեկատվությունը գալիս է, արդեն այդ աղբի մեջ դու անցյալն ես մոռանում։ Ոնց դու այդ մեր եթերի սկզբում նշեցիր, հա, որ երբ որ ռիլերը մեկը թերթում է 100 ռիլ թերթելուց հետո ինքը մոռանալու է թե ամենասկզբում ինչ էր։ Եվ հաջորդ օրը եւս 100 թերթելով ինքը արդեն երևում է թերթած ամբողջովին է մոռանում։ Ու տենց ամեն օր ու այսպես ամեն օր լսում ինչ են անում, ոչնչացնում են հիշողությունը։ Այստեղ հենց նաեւ այն կապն է, որ մենք սկսեցինք, հա, Մարկեսի հետ, որ այդ հիշողության ոչնչացումը բերում է Մարկեսի դեպքում անհատի ինքնության վերացմանը, իսկ Բոդրիարի ու մեր այս 21-րդ դարի տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կիրառվող ինֆորմացիոն աղբի սպառման միջոցով վերում է հասարակության հիշողության վերացում։ Ուստի ասում եմ, որ դու խոսքը փոխանցեմ քեզ, մի քիչ ավելի խորանաս թե ոնց են մեզ արժեզրկում, գաղափարազրկում որպես ազգ վերացնելով մեր ինքնությունը։ Պատմական հիշողություն, ցեղասպանություն, արտադրության շարժում։ Այստեղ ուրիշ բան կարող եմ ասել, որ ինչքան էլ մոռացություն լինի, մարդը ինքն իրանով ինչ որ բանը, եթե բանով կատակով ասենք, այդ նիզգարայում այս սումա որ կա, ինչ որ տեղեր կան, նույն բաները լեռնագնացները, որ մագլցում են, ինչ որ պարանով մի տեղեր կան, որ ինչքան էլ ընկնում ինչև վերջը չի ընկնում, դա արժեքային համակարգի ինչ որ բաներ կան ազգը որպես որ սարի վրա խփած է, որ ինչքան է բարձրանաս, ինչքան էլ պլստաս, դու մնալու ես այդ տեղի վրա, կետի վրա, դու մինչև վերջ չես գահավիժի։ Բայց երբ որ այդ կետերն են սկսում հանել, արդեն քո գահավիժումը միանգամից է կատարվում, այսինքն դու տեղ չունես պահելու։ Հենց պետության խնդիրը որն է նույն կրթության, որ ինչքան էլ այդ ռիլերը լինեն, ինչքան էլ օրվա առօրյական ինֆորմացիա լինի, ինչ որ հիմքեր լինեն, որ այդ սարից գահավիժումը կարողանա կանոնացնել։ Իսկ հենց որ այդ բանը հանեցիր, այդ քո նույն ցեղասպանությունն է, Արցախն է, ազգային ինքնասիրությունը, նույն բանը գաղափարական նույն շարժումներն էին, ազգային ինքնորոշման շարժումներն, պետության գաղափարն է, պետության ստեղծման գաղափարն է, մեր պայքարի պատմությունն է։ Այդ ամեն ինչը այդ տեղերն են, որ խփած են սարի մեջ, որ մեզ չի թողելու գահավիժել, բայց եթե դրանք հանում ես, արդեն միանգամից կործանումը արդեն պատրաստ է։
Ես այս մասով գիտես մի ինչ օրինակ ուզում քննարկեմ։ Տես Նիկոլ Փաշինյանը ու թիմը անընդհատ ասում են, որ այդ թեզը շրջանքով Արցախը թոք էր մեր վրա, որ Արցախը հանձնելով մենք հետաքրքիր է որ նայում ենք թոկը հենց բարանն է։ Տես իրենք ասում են, որ այդ թոկը կոպիտ ասած իրանց բառով, հա, մեր վզից հանելով մենք ձեռք բերեցինք ինքնիշխանություն, չէ՞, մենք անկախություն ձեռք։ Ես մի հատ տրամաբանական հարց ունեմ, որը էլի այս թեմայի շուրջ էլի, այսինքն տես տիպիկ օրինակ, թե ոնց են իրանք մեր այդ հիշողությունը ու անցյալը ջնջում։ Բայց ընկեր, մենք անկախություն եւ ինքնիշխանություն ունենք։ Մենք 91 թվականից սկսած անկախ եւ ինքնիշխան ենք եղել։ Այսինքն բացի այն, որ դու այդ Արցախի թեման փակեցիր, մարդկանց ունես զրկեցիր, դարձրեցիր գաղթական, մի հատ էլ դա փաթեթավորում ես մի բանով, որը արդեն կար։ Կամ եթե հարցին մեկ այլ կողմից տենք, լավ, այդ ինչ վատ ես դու կառավարել, որ այսօր օրակարգ է բերվել Հայաստանի, ասենք, լիվել չլինելու հարց։ Ասում են պետականությունը հարատենց են գալու հարատև լինի։ Բայց կներես, ասենք 2016, 17, 18 թվականին, հա, ընդունիչ է։ Այդ թեման օրակարգում չկար, այսինքն ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ կարող է Հայաստանը օրինակ կորցնի պետականությունը կամ կարող է Հայաստանը օրինակ կորցնի ինքնիշխանությունը։ Այսինքն абսուրդը ստեղ նրանում է կայանում, որ մարդիկ օրակարգ են բերել մի թեմա, որը գոյություն չուներ։ Ավելավա բանը կատաբան չանենք, որովհետև կարող ավելի վատ սիտուացիա ալիքնավի հենց միշտ վերջ։ Եվս 5 տարի հետո 5 տարի հետո մենք երնեկտանք այս թեմայից էլ, ոնց որ ասենք մենք ինքնավարություն ենք ուզում հիմա ինչ որ բանի կազմում, ինչ որ չակերտավոր, բայց այդտեղ ուրիշ բան եմ ասում, արի շատ հետաքրքիր ստատուս էր գրել այս մոտ մի 2-3 օր առաջ էր այդ ստատուսը Պուտինի հետ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո մենք բոլորս այդ ենք քննարկում, բայց դու ոնց էիր գտել, ես էլ զարմացա, դաժե ես որ նայում եմ տարածաշրջանային իրադարձություն, Էրդողան-Պուտին հեռախոսազրույցն էր կորել այդ հանդիպումից հետո, ու չկա, ոչ մի լրատվականում չկա, եթե ով է կորցրել այդ հաղորդումը, ու ոնց են կորցրել այդ հաղորդումը, այդ հաղորդագրությունը, որ բացահայտ եղել, փաստացի բացահայտ եղել այդ հաղորդագրությունը։ Պաշտոնական լրատվամիջոց ու քննարկում ա եղել, ու որևէ տեսադաշտից անհետացել է, ու դու գնայի ինչեր է անհետանում մեր տեսադաշտից, ու ինչի վրա ենք մենք ընկած, ինչ ենք խոսում մենք, որ իրականում եթե դու մասնագետ ես գեոպոլիտիկ, դու պետք է ուշադրություն դարձնես դրանից հետո այլ արձագանքները Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո թե տարածաշրջանը ինչ ձևի է ռեակցիա տվել։ Դե օրինակ այստեղ ես այսպես ասած մի քիչ կմեղադրեմ էլի անդիմադիր լրատվականներին, որ նույն այդ օրը փոխանակ այդ լուրի վրա ֆիքսվել, որով գուցե դες մեծ արձագանք չէր գտնելու, մեծ դիտելիություն չէր ապահովելու, իրանք ֆիքսվել են երևի ասենք Փաշինյանի հերթական ինչ որ ասենք ասենք էքսցենտրիկ քայլի վրա, հա, դա կլինի ինչ որ սրտիկներ կամ մարզային այցեր կամ ինչ որ մի վիճաբանություն, այսինքն սա այն է ինչի մասին մենք խոսում ենք, որ ինքը կարողանում է օրակարգը բերի իր դաշտ։ Ինքը կարողանում է իր անձի վրա կենտրոնացնի ուշադրությունը, էլի արի հանուն արդարության ասենք, որ անդիմության մեծ մասն էլ ինքը չի փայլում իր լուրջ հարցերի քննարկման ունակությամբ, որտեվ իրար արժեն, բայց այդտեղ իրանք իրար արժեն, բայց այդտեղ պետությունը, ժողովուրդն էլ գլոբալ առումով ինքն էլ իրան էլ ավելի հաճելի այս բանի մեջ թաշկալայի մեջ լինելու, խլեբեզրելու, չէ՞, բայց այդտեղ պետությունն է, բայց մարդիկ պետք է լինեն, որ կարողանան իրանք հասկանան այս ամեն ինչը, եթե հիմա սթափեստով եթե ավելի պատկերավոր ասենք, եթե ծնողները, երկու ծնողներն էլ նարկոման են կամ հարբեցող են, այդ երեխեքն են տան, երեխեքն են ուժում, այսինքն ինչ մեղավոր է, արդեն գնում ենք ուրիշ դաշտ, Դաստոևսկի դաշտ, բայց ասում է, որ ինքը ամենագլխավոր հարցը, որ դելով հասկացանք մեծեր իրանց մեղքերը գործել են, բայց Աստված ես մենակ Աստծուն մի հարց ունեմ, թե երեխեքը ինչու են մեղավոր,
Հիմա նույն ձևի հասկացանք ունենք Նիկոլ Փաշինյան, ունենք ինչ որ քոչարանական անդիմություն, այսպես ասած, որ իրանց այսօրվա դեպությամբ եմ ասում, բաղա չգիտեմ ինչ կլինի, բայց այդ դեպքում պետությունը ինչի է մեղավոր, որ այս ամեն ինչում այսինքն ժողովուրդը որ մեկը պետք է լինի, որ այդ ժողովրդի աչքերը բացի։ Այսպես պատմականորեն դերը տվել են մտավորականության, որը որ ամեն այսպես ասած առանցքային լոկոմոտիվը պետք է լիներ այդ, որ ինքը կարողանար այդ ինչ որ ձևով առանձնացնել այդ ամբողջ աղմուկի մեջ ինքը կարողանար այդ աղբի մեջից կարողանալ ոսկին գտնել ու ներկայացնել ժողովրդին, բայց դա պետք է հանուն արդարության խոստում անենք, որ ստա գիտես ինչ կա, այդպես մենք քաղաքասարակությունից ենք, չէ՞ խոսում։ Մոտավորապես նույն մտավորականությունն է։ Բազմաթիվ մարդիկ, ովքեր չունեն մտավորական կոչվելու ոչ մի բարոյական եւ այլ արժանինքներ, իրենք իրենց կամ իշխանությունների կամ ինքնության կողմից հրճակվում են որպես մտավորական, ուղղակի դառնում են հերթական քարոզիչները։ Իսկ այն իրական մտավորականները, ոնց դու էլի նշեցիր, ուղղակի ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ մարգինալացվում են, որովհետեւ հատուկ ձևով, այո, որովհետեւ երկու կողմերին էլ թե իշխանության ընդդիմությանը ձեռ չի տալիս, որ այդ ճշմարտությունը բարձրաձայնվի։ Որովհետեւ ինչ որ ստեղծվել է մի հատ խաղի կանոններ, այսպես ենք անգամ չհայտարարված, չգրված խաղի կանոններ են ստեղծվել, որը ձեռնտու է երկու կողմերին էլ։ Բայց երբ որ հայտնվում այդ իրական մտավորականության ներկայացուցիչ ու փորձում ասի տղերք sense չի, այլ դուք այդ սխալությամբ եք, այլ կողմից էլ հոշոտում են, մարգինալացնում են, թիրախավորում են ու էլի ըստ Բոդյարի ուղղակի դաշտը լստում են տեղեկատվական հերթական աղբով, որպեսզի այդ ճիշտ խոսքը կորի։ Մեր այս ոդքասթն էլ էլի փորձ է, որ մենք մտավորական չենք համարում։ Կարող է այտենց հայտնի մտավորական, բայց փորձ ենք անում, որ ինչ որ դիտակետը փոխելով, ինչ որ ավելի ուշად լույսը գցենք։ Ներկայացուցիչ ճիշտ կետերն են, որոնք իրոք ուշադրության արժանի են, որպեսզի այդ ամենօրյա այդ առօրյա օրական այդ աղբից փորձել գտնել այն ինչի վրա պետք է իրոք ուշադրություն դարձնել, ինչը կարևոր է առաջին հերթին, որ կարևոր է ոչ թե 24 ժամյա հեռանկարում, այլ կարևոր է պետության կայացման, հարատևության, հաջորդ ծերունների ու շատ այսօր ինչեւ խոսում ենք թեմայի հետ էլի կապ չունեցող մեր ռիլերի մասին ենք խոսում, մեր այս ոդքասթի մասին ենք խոսում։ Հնարավոր է որ ոչ թե այսօր մի կես տարի հետո, մի տարի հետո ինչ որ մարդիկ նայեն, իրանց այդ բանին էլ հետաքրքիր թվա։ Ինքը ոչ թե այնց մեծ ակնկալիքներ ունենք ինչ որ մարդ, բայց էլի հետաքրքիր ձևով հետ է գալիս այսօր բանը էլի մարդու մասին է խոսում, որին դու չես էլ ճանաչել, ընկեր ունենք մի շատ լավ Զորիկ Գալստյան, ինքը արդեն 10 տարուց ավելի է մահացել է, ինքը ստատուսներ էր գրում, ինքը ֆոտոներ էր անում, մեկ-մեկ ես աչքով տեսնում եմ իր ստատուսները, էլի Facebook-ը հետ է բերում, մարդը ինքը հետ կա թողել, ապրում է իր բանով ինքը առանձին ապրում է։ Ու եթե Թումայանով էլ գործն է ամալացեք, հիմա մենք մեր գործը անում ենք ու հույս ունեմ, որ եթե 3000 ոչ մեր մահից հետո, չէ, բայց կապ չունի մեր մահից հետո, եկա թե մահից առաջ, բայց եթե այդքան էլ մենք շատ բան ենք մեր վերցրել, այնց բանի ողբերգակի կերպար, բայց եթե 3000 տարի ազգը կարողացել է ինչ որ ձևով ելքեր գտնել, ինձ թվում է այս վիճակից էլ իր ելքը գտնի։ Ինչպես միշտ դու օպտիմիստական լուսավոր նոտայով ավարտել, դու չկա։ Թող այսօր էլ տեսնենք։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն, հաջողություն։